Շատ ցավալի իրավիճակ է, եթե այսպես մեկ բառով ասեմ, որ հնարավոր է առաջին քրիստոնյա ազգի մոտ լինեն, ասենք, 3 սրբազաններ կանոնավորված ու այսքան քաղբանտարկյալ ընդհանրապես ունենալը իհարկե շատ ցավալի է։ Գիտեք, մարդիկ ի վերջո կալանավորված են հենց իրենց կարծիքի համար, իրենց կարծիքի մասին բաց ազատ խոսելու համար, իրենց խղճով առաջնորդվելու համար են չէ կալանավորված, այսինքն իրանց հենց այնտեղ գտնվելու ինքնին փաստը վկայում է նրա մասին, իրենց կերպարի մասին, որ չեն ենթարկվել ճնշումներին, չեն ենթարկվել տարատեսակ ինչ-որ հնարավոր կոմպրոմատների ու մնացածի եւ այսպես խղճի բանտարկյալներ են, բայց իրականում այնտեղ գտնելով շատ ավելի ազատ են իսկապես, սա ինչ-որ կլիշե է դառել ասելը, բայց իսկապես շատ ավելի ազատ են, քան շատ ուրիշ հոգևորականներ կամ ուրիշ ոչ միայն հոգևորականներ, ովքեր բանտախցում չեն։